Ժողովուրդ ջան, բայց մի բան ենք պայմանավորում։ Բարև ձեզ։ Մի բան ենք պայմանավորում, հարցերը նույնma հերթով իրար չենք խանգարում, ինձ չեք ընդհատում, միջև վերջ լսում ենք։ Լավ, այդ դեպքում ձեզ համար խնդիր չի, որ դուք մասնակցում եք կեղծ պատարագի, որը մատուցելու է կարգալույծ եղած քահանա, ով այդ աստիճանը ստացել էր մայրաթորից, որի կողմից էլ կարգալույծ է հռչակվել։ Դա ձեր գնահատականն է։ Իմ գնահատականը չի։ Մենք պայմանավորվեցինք, որ իրար չենք ընդհատում եւ դիսկուրսի չենք վերացում։ Դուք ձեր հարցը տվել եք, բարի եղեք, լսեք պատասխանը։ Չէ, ավելա Ժողովուրդ ջան, եկեք պայմանավորվենք։ Ոչ, Ժողովուրդ ջան։ Լավ, իմ հարցին պատասխան։ Մինչև հարցին պատասխանելը պայմանավորվենք։ Ժողովուրդ ջան, հարցը տալիս է 1 հոգի, լսում է պատասխանը, ասում ենք հաջորդ հարցին։ Ես կանգնել եմ, որ ձեր հարցին պատասխան։ Ինչ վերաբերվում է ձեր հարցի պատասխանը։ Նախ ձեր գնահատականն է, որ պատարագը կեղծ է, եւ մենք բազմիցս նշել ենք, որ կարգալույծ եղած մարդը չի կարող կարգալույծ անել, եւ այսօր մեր կիրակնօրյա պատարագին մենք ես անձամբ իմ կնոջ հետ եկել եմ ի աջակցություն Տեր Արամի եւ ոչ թե նրա համար, որ մեր մարզում է, այլ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում ես պատրաստ եմ լինել մեր բոլոր այն հոգեվորականների կողքին, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեն եւ կբարձրաձայնեն բոլոր այն երևույթները, որ վարքաբեկում է մեր Սուրբ եկեղեցին։ Կներեք էլի, բայց դուք իշխանությունն եք, ներողություն, ինչու պետք է մտնեք եկեղեցու ներքին գործերի մեջ։ Ներողություն, եկեք արդեն պայմանավորվեցինք, 1 հոգին 1 հարց է տալիս, որպեսզի բոլորը ես գործընկերները դեմ չեն լինի։ Ձեր գործընկերները դեմ չեն, ես եմ դեմ։ Մենք աշխատում ենք իրար հետ, ամեն մեկը 1 հարց է հնչեցնում, որպեսզի բոլոր այդ հարցերին կարողանան պատասխանել։ Կարգալույծ եղածի հետ կապված է, որ ասում եք կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել, սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որը այսպես բոլոր ԿՊԱ-ականները հերթով ասում են։ Եթե կարգալույծ եղած է, ինչպես եք ընդունում, որ ինքն է օծել, հա? Եթե կարգալույծ եղած է, ուրեմն օծումներ չպետք է ընդունեք։ Այս հարցին ինչպես եք վերաբերվում։ Այսինքն օծելուց կարգալույծ չէ, Տեսեք, այն երևույթը, որ Կտրիչ Ներսիսյանն ունի զավակ, իսկ մենք այդ հարցը բարձրացրել ենք եւ պատասխան չի ստացել, այդ օրվանից սկսած բոլոր մասնավորապես ես իմ համար եմ ասում, հավատավոր հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովրդի համար դադարել է լինել կաթողիկոս։ Այսինքն այդ պահից սկսած, այն ժամանակ որ օծել է իմ տրամաբանությամբ, ինքը բոլորիս համար Ես իշխանությունը Նիկոլ Փաշինյանը կամ դուք նոր իմացաք, որ զավակ ունի 7 տարի վարչապետը բարձրաձայնել է, հարցը բարձրաձայնել է այն ժամանակ, երբ որ հարկ է համարել, իսկ երբ է իմացել, դե ես չգիտեմ։ Հարկ է համարել, երբ վարչապետը ընդդիմադիր եղավ։ Ներողություն, մենք պայմանավորվել ենք, ձեր հարցը վերջացավ, լսում եմ հաջորդ հարցը։ Ասում եք, որ կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել։ Ով է կարգալույծ արել Վեհափար Հայրապետին եւ արդյոք կա տեսլական հետագա գործունեության հետ կապված Վեհարանը Վեհափարից ազատելու հետ կապված նաև ինչ որ մեխանիզմ արդյոք կառավարությունը մշակել է թե ով է լինելու եկեղեցու աշխատանքները համակարգողը, որովհետև ըստ էության Վեհափարը չի պատրաստվում հրաժարական տալ եւ միակ տարբերակը ո՞րն է դիտարկվում այս պարագայում իշխանության կողմից։ Վարչապետը իր խոսքի ժամանակ ուղեցույց է տվել, թե ինչ տրամաբանության մեջ է դա տեսնում, իսկ ինչ վերաբերվում է կարգալույծ լինելու հետ կապված, տեսեք 2018 թվականին տեղ ունեցավ ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը։ Ինչու դա տեղի ունեցավ, որովհետև մեր հայ ժողովուրդը ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը, այո։ Գյումրիում տեսանք իշխանության։ Դուք բայց խախտում եք մեր պայմանավորվածությունը ու ընդհատում եք ինձ ու իմ միտքը։ Ես հարց չեմ տալիս, ես պատասխանից հարց է ծագում։ Դե ներողություն ձեզ ինչպես, հա։ Աննա ջան, ինչու եք անհարգալից իմ նկատմամբ։ Անհարգալից չէ։ Բա ասում եք դուք ընդհատում եք իմ միտքը։ Ինչպես շարունակեմ, եթե իմ միտքը ընդհատում են։ Եկեք լինենք իրար նկատմամբ հարգալից ու պայմանավորվեցինք, որ չենք ընդհատում։ Եթե կանգնել եմ հարցերին պատասխանեմ, չեմ խուսափում, բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանել։ Բայց միտքս վերջացնեմ,
2018 թվականին տեղ ունեցավ ոչ բռնի-թավշյա հեղափոխությունը, որտեղ հայ ազգը, հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ մերժեց այն համակարգը, որը որ մինչեւ 2018 թվականը կար։ Եվ այսօրվա հոց բազմությունը ես իմ կնոջ հետ եմ ճիշտն ասած եկել, բայց խոսում է նրա մասին, որ կրկին անգամ հայ ժողովուրդը ոտքի է կանգնում, հավատավոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները ոտքի են կանգնում եւ այդ մեխանիզմով վստահ եմ, որ ժողովուրդը եթե ոտքի կանգնի, մեր հավատավոր ժողովուրդը, ովքեր որ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, այդ ուժի դեմ ոչինչ չի կարող կանգնել։ Երբ օրեր առաջ հայտարարվեց, որ Ստեփան Ասատրյանը պատրաստվում է այսօր պատարակ կազմակերպել, դրանից հետո Մայրաթորը հայտարարություն տարածեց, որ պատարակը կանցկացնի կմատուցի Տեր Սարգիսը։ Դրանից հետո հայտարարվեց նաև, որ բոլոր մեծ մասի հոգևորականներին հրավիրել են Արագածոտնի թեմի հոգևորականներին հրավիրել են քննչական կոմիտե։ Սա զուգադիպություն չեք համարում։ Որում պատարակի ժամը 9-ին ավելի։ Վաղը չէ, Ժողովուրդ, եկեք մեր պայմանավորվածությունը չխախտենք։ ես չգիտեմ դուք եք մեր պայմանավորվածությունը։ Ասեմ ինչ պայմանավորվածություն ենք ձեռք բերվել, որ ամեն մի լրագրող մեկ հարց պիտի տա եւ մեկս մյուսին պիտի ընդհատենք։ Դա հարցի լրացում է, ես խնդրում եմ լրացումը եւ նոր հարցը տարբերել իրար։ Դուք չեք կարող լրացնել այլ մարդու հարցը։ Մեր Այո, եթե համաձայնություն չկա ու մենք չենք լինի պայմանավորել։ Ես լսելու եմ մեկ հարց, պատասխանելու եմ հարցին։ Պատասխանելով ձեր հարցին։ Տեսեք, քննչական գործողություններ են տեղի ունեցել եւ դրա մասին հաղորդագրություն է տարածվել։ Եվ ես այնքան եմ տեղակ, ինչքան որ դուք լրագրողներդ եւ հաղորդագրության մեջ ասվել է, թե ինչի հետ է կապված, իսկ թե այդ ընթացքում ինչի հետ է համընկել, ես ճիշտ ասած այդ ժամանակագրությունը ոչ պահել եմ, ոչ գիտեմ, դրա համար չեմ կարող ասել, թե համընկումներ կա, թե չկա։ Պարոն կարելի է մեկ հարց։ Դուք արդեն հարց տվել եք։ Չէ, դուք հարց տվել եք։ Դուք տեսեք հոց բազմություն։ Տեսեք, բոլորը տեսեք, քանի դուք կարող եք ասել, քանի լրագրող է այստեղ կանգնած։ Մոտավորապես 10 հոգի։ 10 ես ուզում եմ որ բոլորիս ունեն այլ հարցյան։ Դուք նորմալ եք համարում, ես հարցը ստամ, հա, Ալիջան, սկսել էի արդեն։ Դուք նորմալ եք համարում, երբ որ մարդկանց քաղաքացիների տներում ժողովրդավարական երկրում տեղադրվում են տեսանյութեր եւ առանց իրենց համաձայնության տեսախցիկներ եւ առանց իրենց համաձայնության այդ տեսախցիկները հանրայնացվում են եւ այդ մարդիկ թիրախավորվում են։ Ես դուք եւ նաեւ շարունակեք լսեցի ցանկանաք որ նույնը նաեւ ձեզ հետ տեղի ունենա։ Լսեցի ձեր հարցը։ Նախ ես ոնց որ թե հասկացա որ տեսանյութի մասին եք ասում, ես իմ սիրողական գնահատականով կարող եմ ասել ինձ թված որ դա բավականին հին վիդեո էր, ես ամենայն դեպս իմ կարծիքով ես տենց հասկացա, հնարավոր է Անի ջան, իսկ ինչ եք խանգարում դուք ինձ։ Հա որ թվար կասեի ես, դուք ինձ մի հուշեք, ես ինչ ասեմ, էլի, որ թվար կասեի, դե մի խանգարեք։ Ինձ այդպես թված, որ հին վիդեո էր, բայց եւ այնպես ես բացառում եմ կառավարության իշխող թիմի մեր ուժային կառույցների կողմից, որ որևիցե միտեղ արվի օպերատիվ գործողություն եւ չլինի համապատասխան դատանի որոշումը։ Այդ ամեն ինչը կարգավորվում է օրենքով եւ եթե դատանը թույլատվություն է տալիս մնացածը արդեն իմ գնահատականը չի, իսկ այլ պարագայում որ անօրինական ինչ որ տեսանկարահանում լինի կամ ձայնագրում լինի, իհարկե դատապարտելի է, դատապարտում եմ, իսկ այդ տեսանյութի հետ կապված մեկնաբանություն չունեմ։ Դատարանը թույլ է տալիս մարդու խիստ անձնական կյանքը։ Ես մինչև վերջ մեր պայմանավորվածությունը պահելուն եմ կողմնակից ու պահելու եմ Պարոն Մովսիսյան, բանեք այն փաստը, որ այդ տեսանյութի բովանդակությունը մի որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը առաջինն է գրել իր Facebook-ում։ Ես գիտեք Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի բազմաթիվ տեղեկատվություն եւ մի մասը տալիս են համապատասխան գերատեսչությունների պաշտոն է, իսկ մի մասն էլ որոշ դեպքերում նույնիսկ
ինձնից լավ մեր մարզում, մեր գյուղերում գիտի ինչա կատարում, որովհետև ակտիվ մեր ժողովուրդը նրան Facebook-յան էջով, նրա մեյլին տեղեկատվություններ են գրում եւ բավականին շատ ինֆորմացիա ունի եւ հիմնական մեծ մասն էլ ինֆորմացիայի մեր ժողովուրդն է նրան տալիս եւ լսեք ես հարցին եմ պատասխանում եւ չգիտեմ թե վարչապետի ինֆորմացիան որտեղից է եղել, բայց ես գիտեմ որ նրան ինֆորմացիաներ, տեղեկատվություններ տվողներ շատ կան թե պետական կառույցից թե հենց մեր ժողովրդի մեջից։ Պարոն Մովսիսյան, ձեզ ՔՊ-ի կողմից հրահանգ տրվել է այսօր մասնակցել ստիպողաբար։ Իհարկե ոչ, ես արդեն ասացի, ես կատարել եմ իմ ընտրությունը, իսկ իմ ընտրությունը դա ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կատարել եմ իմ ընտրությունը եւ գնալու եմ հայ առաքելական եկեղեցին ազատագրելու ճանապարհով եւ այսօր այստեղ եմ ոչ միայն Կիրակնորիա պատարագին, այլ նաեւ ի աջակցություն Տեր Արամին։ Ժողովուրդը ասում է, բայց այս իշխանություններից երբ ենք մեր երկիրը ազատագրելու։ Ես չհասկացա ձեր հարցը, որովհետև երկուսին միաժամանակ եք խոսում։ Դուք հարց եք տվել արդեն, դուք չեք տվել։ Որ հարցը ձեր սրտոց չեք պատասխանում, պարոն Մովսիսյան։ Եթե նկատել եք, ես չեմ շեղվում մեր պայմանավորվածությունից, բայց կներեք ձեր հարցը չլսեցի, որովհետև Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մասնակցում եք ամեն Կիրակի պատարագին։ Ոչ, ամեն Կիրակի չեմ մասնակցում։ Այսօր եմ ամեն Կիրակի չեմ մասնակցում, բայց ամսվա մեջ մի քանի անգամ եթե ստացվում է մասնակցում եմ, իսկ այսօր մասնակցում եմ, որովհետև թե Տեր Արամը տեղեկացրել է, որ այսօր պատարագ է լինելու եւ ես ասեցի, որ արդեն ոչ միայն պատարագի եմ մասնակցում, այլև ի աջակցություն։ Ես մի ճշտում ունեմ անելու։ Ասացիք, որ ովքեր որ կարգալույծ արվեն, դուք կկանգնեք նրանց կողքին։ Այո, այդպեսի հայտարարություն։ Ոչ, նման բան չասեցի ես ասեցի ես ոչ թե մեր մարզումը, մեր Օհանավան գյուղում է, դրա համար եմ այսօր այստեղ, այլ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում կլինեմ, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից եւ բարձրաձայնեն այն առատավոր երևույթները, որը որ առատավորում է մեր առաքելական Սուրբ եկեղեցին։ Բա որ քահանաներին տարել էին ժամերով, պահել էին քննչականում, ինչու այդ ժամանակ դուք հարց տվել եք, ես ժողովուրդ ջան, ես նոր հարցի կպատասխանեմ, եթե նոր մարդ կա տվող, եթե չէ, ես բոլորիդ ցանկանում եմ լավ օր, որովհետև Ստեփան, որոնք մնում են, օրինակ դուք ասում եք այստեղ բազմաթիվ մարդիկ հավաքվել են իրենց աջակցությունը եւ նշում են, որ համայնքը զորավոր է, բայց երբ նույն համայնքը օրինակ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին Սյունյաց ողջունելով են դիմավորում, իրավապահները 3 հարց, եթե կան, նոր հարց տվողներ։ Նարեկի հարցին իմ հարցը, եթե չկա, ես հարցնով եմ, հա։ Լսում եմ, ասում եմ, որ համայնքը զորավոր է, դուք էլ նշում եք, որ բազմաթիվ քաղաքացիներ, հա, բայց նույն տրամաբանության երբ նույն համայնքը զորավոր էր Սյունիքում, հիշում եք ինչ ձև Սյունյաց ողջույն էին ասում, Նիկոլ Փաշինյանին դիմավորում էին, ամբողջ համակարգ իրավապահների ջարդելով, փշելով այդ մարդկանց բերման ենթարկեցին, այդ ժամանակ եւ այսօր այս համեմատականները ձեզ համար ո՞նց արին, որ մի դեպքում համայնքը զորավոր չէ, այս դեպքում զորավոր է։ Եվ լրացում որպես այդպեսին, որ ասում եք այստեղ հավաքվում են, հենց այս պահին Մայրաթոռում հազարավոր քաղաքացիներ հավաքվում են ի աջակցություն Մայրաթոռի հոգեվորականների։ Երկուսին խնդրեմ կարճ հանրակրթ։ Երկու հարց եղավ, կպատասխանեմ առաջին հարցին։ Սյունիքի դեպքերը ես շատ լավ հիշում եմ, ես ազգային ժողովի падգամավոր էի այդ ժամանակ։ Սյունիքի դեպքերը որոշ սրիկաների կողմից կազմակերպված դեպքեր եւ այդ կազմակերպված սադրանքը պարզ դարձավ, հենց կոտրվեց այդ ամեն ինչը հենց այն ժամանակ, երբ որ պարոն վարչապետը գնաց եւ սյունեցիները շատ ջերմ ընդունեցին իրենց եւ այն մարդիկ, ովքեր որ փողով կազմակերպված սադրել էին, չկարողացան հասնել իրենց նպատակին, նույնիսկ ես հիշում եմ ազգային ժողովը այն ժամանակ ես հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ եթե ես էլ ցանկանայի, այլ մարդ գար մեր մարզ, կարող էի 4-5 հոգի, 6 հոգի կազմակերպեի եւ նման տգեղ չնայած դա իմ դաստիարակությունը թույլ չէր տա, բայց նման երևույթ կարելի էր կազմակերպել եւ Սյունիքի մասով այդքանը կարող եմ ասել, իսկ հաջորդ հարցի հետ կապված արդեն երկրորդ հարցնա չեմ պատասխանի։ Պարոն Մովսիսյան, դուք նույնպես նշեցիք տարածող տեղեկությունները կաթողիկոսի հետ կապված, ուզում եմ հասկանալ արդյոք դուք ունեք փաստեր կամ եթե կան փաստեր արդյոք դուք ծանոթացել եք դրանց։
ոչ մի փաստի ծանոթ չեմ, բայց եթե արված է երկար ժամանակ, հարց է բարձրացած, եւ եթե հարցին չեն հերքում, չեն ասում, որ չի համապատասխանում իրականությանը, որոշ ժամանակ հետո դու կարողանում ես ենթադրություն անել, որ դա իրողություն է։ Այդ տրամաբանությամբ եմ ես հիմա իմ կարծիքներն ասում, իսկ որպես այդպիսին փաստ ես չունեմ։ Շնորհակալություն։